Հաշվաժամերից Հայաստանի կառավարությունը պետք է միեդին պարզաբանի, ինչ պայմաններում է պահվում եւ ինչ առողջական վիճակում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրա կյանքին եւ առողջությանը անդառնալի վտանգների հետ կապված հարցապնդումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Արձանագրելու համար Նախորդ շաբաթ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցեր ուղղել Հայաստանի կառավարությանը։ Վերջնաժամկետը վաղն է։ Պատշաճ բուժօգնություն տրամադրվում է, ինչ բուժօգնություն է տրամադրվում, հիմնականում հարցը այդ ուղղությամբ է։ Իրականությունը կպատմի Երևանը, թե Փաշինյանը դուխ կունենա կրկնելու հոկտեմբերի իր այս հայտարարությունը։ Դուրս շպրտեն քաղաքական եւ հանրային դաշտից։ Պատասխան չունեն, որովհետև պահման պայմանները պարոն Ղուկասյանի նկատմամբ վերաբերմունքը բացառիկ անմարդկային է, այն պայմաններում, որում նա պահվում է եւ այդ անհրաժեշտ բուժօգնությունը, որը նրան չի տրամադրվում, որի կարիքը նա ունի, սա խոսում է այն մասին, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ բացառիկ անմարդկային պայմաններ են այս պահին նախատեսել այս քրեակատարողական հիմնարկում եւ նաեւ բացառիկ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում։ հանգամանքներ են ի հայտ եկել այն Եթե Հայաստանի կառավարությունը որոշի միեդի հարցերին ազնիվ պատասխանել, ստիպված կլինի խոստովանել, որ Գյումրիի կալանավորված քաղաքապետի մի շարք իրավունքներ ամիսներ շարունակ ոտնահարվում են։ Կալանավայրում նաև գոյություն ունի բժիշկ, որը տրամադրի բուժօգնություն։ Սա հանրահայտ փաստ է եւ այստեղ էլ ես չգիտեմ կառավարությունը ինչ պետք է պատասխանի, բացի այդ մենք ունենք նաև շտապօգնության դիրքորոշումը, տեղեկանքը, համաձայն որի պարոն Ղուկասյանին պետք է տեղափոխային հիվանդանոց, մինչդեռ այդ հիվանդանոց տեղափոխելու հարցը արկախված է, որևիցե կերպ չի լուծվում։ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ավելի հավանական է համարում, որ Երևանը կորոշի ստել միեդին ու թաքցնել իրականությունը։ Այդպիսի փորձ ունեցել է փաստաբանը։ Անցյալ տարի նույնպես ես դիմել էի Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց ձեռնարկելու հարցով եւ այնքան ստեցին, շուրջ 2 ամիս տևեց այդ կոմունիկացիան, բայց այնքան ստեցին, որ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան որոշում կայացրեց։ Ի վերջո, հին աշխարհամասում իմանալու են Ղուկասյանին վերաբերող իրավախախտումների մասին, վստահեցնում է պաշտպանը։ Սա հայտարարություն է։ Հաջորդ շաբաթ է դատարանը քննելու Գյումրիի քաղաքապետի կալանքը վերացնելու միջնորդությունը։ Խելամիտ տարբերակը միջնորդությունը բավարարելն է, պնդում է Փոստանջյանը։ Գնդակը իրենց դաշտում է, անհապաղ ձեռնարկեն նրան որոշում կայացնեն կալանքից ազատեն։ Այդ միջնորդությունը նույնպես դատարանի վարույթում է։ Հետևաբար բոլոր գործիքակազմերը ունեն արագ եւ շուտապույտ լուծեն հարցը, որպեսզի միջազգային ատյանները իրենց հարցերը չլուծեն։ Փետրվարի 5-ին իստին արդեն 3.5 ամիս ազատությունից զրկված կլինի Վարդան Ղուկասյանը։ Թեև կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի, դեկտեմբերին նրա կալանքը 3 ամսով երկարաձգվել էր։ Այդ որոշումից հետո վիճակը վատթարացել է, նա ստացիոնար բուժման կարիք ունի։ Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։